Ոչնչություն հոգի։ Ժողովուրդ, էս ինչ էր։ Ժողովուրդ, էս ինչ էր։ Բարև բոլորին, սա ֆենոմենի նոր էպիզոդն է եւ այսօր ես անցկացնելու եմ շատ վտանգավոր միստիկ էքսպերիմենտ, որը ոչ ոք հայկական YouTube-ում չի արել։ Ես կլինեմ առաջինը։ Այն կոչվում է հայլու ռիտուալ։ Սա պարզապես խաղ չէ։ Սա ծես է, որը ըստ լեգենդի կապ է հաստատում քո իսկ մութ ուժի հետ։ Այսօր գիշերը ճիշտ ժամը 3-ին ընդամենը մեկ լույսի աղբյուր ունենալով կսկսեմ այս ռիտուալը։ Կասեմ բառեր, որոնք շատ վտանգավոր են։ Իսկ թե ինչ կլինի ինձ հետ կպարզենք միասին։ Դե ինչ մենք սկսում ենք։ Ռիտուալի իմաստը այն է, որ ես պետք է հայլու մեջ նայելով ասեմ խոսքեր, որոնք շատ վտանգավոր են, եւ ըստ լեգենդի հայլու մեջ կհայտնվի ինչ-որ պատկեր։ Ես շատ եմ վախենում, բայց հանուն ձեզ դա անում եմ։ Խնդրում եմ, դրեք լայք, բաժանորդագրվեք եւ ինձ աջակցեք։ Իսկ մենք սկսեցինք։ Շորտ, շատ եմ, հարվում չեմ կարողանում։ Հայլի, մենակության մեջ, ցույց տուր այն, ով իմ ստվերում է, բացիր ճանապարհը լռության դարպասներից, ու թող նա գա ինձ տեսնելու։ Հայլի, մենակության մեջ, ցույց տուր այն, ով իմ ստվերում է, բացիր ճանապարհը լռության դարպասներից, ու թող գա նա ինձ տեսնելու։ Հայլի, մենակության մեջ, ցույց տուր այն, ով իմ ստվերում է, բացիր ճանապարհը լռության դարպասներից, ու թող գա նա ինձ տեսնելու։ Դե ինչ, սկսում ենք։ Ես չեմ վախենում քեզանից, բայց դու ինձ տեսնում ես, չէ՞։ Ես չեմ վախենում քեզանից, բայց դու ինձ տեսնում ես, չէ՞։ Ժողովուրդ, անկեղծ հենց մանենց եմ վախենում ու այն որ ձեր լայքին ինձ թվում է արժանի է, որովհետև սա շատ վտանգավոր է ու չգիտեմ ինձ հետ ինչ կլինի, իսկ մենք սկսում ենք նայել։ Ժողովուրդ, առանց ինչ-որ բանի էլ ուղղակի հայլու մեջ ինքդ քեզ նայելը շատ վախենալու է, բայց որ հիմա ինչ-որ խոսքեր ենք ասել ու գիտենք, որ կարող ինչ-որ բան հայտնվի, դա ավելի ու ավելի է վատացնում վիճակը։ Ժողովուրդ, ճիշտն ասած, սենց սառած նայելը համ ձեր համար հետաքրքիր չի լինի, համ էլ իմ, ու դրա համար ես ում եմ նորից ասեմ։ Ես չեմ վախենում քեզանից ու գիտեմ, որ դու ինձ տեսնում ես։ Խնդրում եմ, ցույց տուր քո դեմքը։ Թե ինձնից վախենում ես, ցույց տուր քո դեմքը։ Հա, երևի ինձանից վախենում ես։ Այսպես ասենք, միգուցե դուրս գա, չգիտեմ, ժողովուրդ։ Ռուսական YouTube-ում, տարբեր YouTube-յան էջերում, ոչ Հայաստան, բացի Հայաստանից, տարբեր բլոգերներ փորձել են։ Եվ իրենց հետ եղածը ես չեմ ուզում ինձ հետ լինի, որովհետև շատ վտանգավոր է, բայց դե ասում եմ, որ դուք կապ եք հաստատում ձեր ներքին ուժի հետ և շատ վախենալու է։ Ժողովուրդ, լուրջ եմ ասում, բան չի լինում, բայց որ մի քիչ երկար նայում ես, արդեն սենց աչքերդ մեծանում է ու դու որ արդեն վախենում ես, դրա համար ասում եմ խոսամ գոնե, բայց եկեք նշնենք։ Դուք իմ արագացած կադրով կտեսնեք։ Ժողովուրդ, չգիտեմ ինչից էր, բայց աչքերս հեսա դուք հիմա կտեսնեք, արցունք լցվեց, հեսա, ու կարմրեց, չգիտեմ ես ինչից էր, ժողովուրդ ոնք ես, գնացինք նորից, դե, դուրս արի, Ժողովուրդ, ես ահագին նայեցի, բայց ոչ մի բան չկար, ես չգիտեմ, կարող է ես այնքան եմ մտածել դրա մեջ, որ արդեն ինձ պատկերավոր ինչ-որ բաներ էր թվում, կամ չգիտեմ, ոտքս շատ է ուղիղ պայել ու ներվը ծակեց, բայց մի բան ծակեց ու ցավը ավոր ուժեղ էր։ Շարունակում ենք։ Էլի ժողովուրդ արցունք լցվեց, ես չգիտեմ ինչից է, բայց կարող է երկար եմ նայում, կարող է այդ ուժերի չգիտեմ ժողովուրդ, էլի արցունք լցրեց ու որ դուք պատկերացնենք արդեն
Ես չգիտեմ որ մասերն եմ դրել, բայց 25 րոպե այստեղ եմ ու դեռ ունենք աշկի այդ արցունքը, ոտքի ցավ, ոչ մի բան։ Շարունակում ենք։ Ժողովուրդ, ես ինչ եղավ, այսպես դեմքս թեքվեց ենքում, ուսամ այդ ամեն ինչը նկարվել է, անկեղծ ես չհասկացա այդ ինչ էր, այսպես նայեք հիմա էլ խոսելս ընթացքում քաշվում է, իհարկե այդ կարա ծնոտային ինչ-որ բան լինի, բայց ես տենց խնդիր չունեի, ես չգիտեմ։ Արա ժողովուրդ, ես եմ ասում իբրկյան, ես չեմ կարող շարունակեմ այս ամեն ինչը։ Ժողովուրդ, իմ դեմքը այսպես այս կողմ թեքվեց ու ես հիմա նայեք, որ ուզենամ անեմ, չեմ կարող, հիմա ծնոտային ինքը այս մասը չի կարող, ուղղակի թեքվի ու անկեղծ ես նենց վախեցա, ուղղակի խոսալու ընթացքում եղավ, բայց շուտ վախենալու էր։ Ժողովուրդ լուրջ նեզ վախենալու է ամեն ինչ ու ուսամ գոնե ձեր լայքով կաջակցեք, որովհետև տեսակ անցած էքսպերիմենտում համարյա այրվում էր տունը, հիմա չգիտեմ ինչ-որ դեմքս այս կողմ գնում, ես չեմ հասկանում ոտքս ես ինչ եղավ, հետևաբար գոնե պետքա լայքեք, որ մենք նկարենք, որտեղ մյուս էքսպերիմենտը ավելի վաու է լինելու, շարունակում ենք։ Հələ եկեք մի հատ ինստրուկցիան բացենք, էլի ժողովուրդ, տեսնենք։ Դե ինչ ժողովուրդ, մենք անցնում ենք առաջին էքսպերիմենտին։ Էքսպերիմենտը այն է, որ մենք պետքա նախ որ վիրավորենք քայլին, այսինքն ինքներս մեզ, մեր հոգին, հետո պետքա հարվածենք քայլին, բայց ոչ թե ուժեղ, ուղղակի sense, չգիտեմ, այնքանա որ գրված է հարվածել ու վիրավորել։ Դե ինչ սկսում ենք էքսպերիմենտը։ Ես քեզանից չեմ վախենում, բայց երևում է, որ դու ես ինձնից վախենում, ոչնչություն հոգի։ Ժողովուրդ, ես ինչ էր, ժողովուրդ, ես ինչ էր։